Ողջույն, հարգարժան տիկնայք եւ պարոնայք, ինչպես եւ արդեն ավանդույթն է դասավորվել, երեքշաբթի օրերին 20:00-ին մենք պատասխանում ենք ձեր հարցերին։ Այս ընթացքում մենք անդրադարձել ենք հիմնականում այսպես բուն քաղաքական հարցերին, չնայած մեր կյանքում ամեն ինչն է քաղաքականություն եւ հատկապես քաղաքականություն է այն ամենը, ինչ վերաբերվում է մեր դատաիրավական համակարգին։ Դատական իշխանությունը դա իշխանություն է, դա երրորդ իշխանությունն է օրենսդրից եւ գործադիրի կողքին կամ դրանցից հետո կամ ուղղակի իշարած դրանց առանց դրա պետություն պետական օրգանիզմ կարկաս գոյություն չունի եւ չի կարող ունենալ։ Դատական իշխանությունը դա ընդհանրապես կայունության հիմնական հենասյունն է։ Սակայն արդյոք իրականում այդպես է մեզ մոտ։ Դատական ռեֆորմների մասին մենք խոսում ենք 18 թվականից սկսած։ Եվ արդյունքներն ավելի քիչ են, քան խոսում ենք։ Եվ դրա վկայությունն է նաև հենց այսօր Transparency International միջազգային կազմակերպության այն զեկույցը, որը ցույց է տալիս, որ Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը մնացել է նույնը 46 եւ այնպես չէ, որ մենք այդտեղ առաջադիմում ենք։ Իհարկե, միջին համաշխարհայինից մի քիչ լավ է, բայց դա այն չէ, ինչ պետք է Հայաստանին։ Այն Հայաստանին, որը պատրաստվում է բազմամիլիարդ ներդրումներ ներգրավել, որովհետեւ դատական իշխանությունը նաև ներդրումների համար առանցքային օղակն է, որն ապահովում է այդ ներդրումների հոսքը, աշխատանքը եւ ընդհանրապես երկրի զարգացումը։ Չկա դատական իշխանություն, չկա զարգացում։ Այսօր մենք խոսենք մեր դատաիրավական ոլորտի իրավիճակի եւ դատական ռեֆորմների ընթացքի մասին։ Մեր տաղավարում են Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, ողջույն Արման, եւ Իրավունքի Եվրոպա հասարակական կազմակերպության ղեկավար, իրավագետ, իրավաբան Լուսինե Հակոբյանը, ողջույն Լուսինե, ուրախ եմ ձեզ հետ այս եթերը կազմակերպելը։ Համեցեք։ Շնորհակալ եմ։ Նախ քանի որ այդ ներածական խոսքում նշեցիք կոռուպցիայի ընկալման համաթվի վերջին ցուցանիշի մասին, զուտ ուղղակի հստակեցման կարգով ասեմ, որ հակակոռուպցիոն ոլորտը նույնական չի դատաիրավական ոլորտի հետ, այնտեղ իհարկե հատումներ կան, այո, բայց դրանք տարբեր են։ Ու եթե սկսենք դատաիրավական ոլորտի մասին քննարկումը եւ ելի ընկալումներն ու ակնկալիքները, պետքա ֆիքսենք, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո ամենամեծ ակնկալիքն այն էր, որ այդ ոլորտի խորքային բարեփոխում իրականացվի եւ շատ էր խոսվում վեթինգի մասին եւ իհարկե այդ վեթինգը չարվեց դե տարբեր պատճառներ բերվեցին, ասվեց, որ սահմանադրությունը վկայակոչվեց, այնտեղ տարբեր թիմի անդամներ իշխող կուսակցության գնացին հայտարարեցին, որ ճիշտը կոնսերվատիվ մոտեցումն է, նաև որոշակի դեր խաղաց միջազգային հանրությունը, բայց էլի կարծում եմ, որ միջազգային հանրությանը հնարավոր էր եթե լիներ քաղաքական կամք բացատրել, եթե այն մարդիկ, որոնք ներքին համոզմունք ունեին, որ այդ ռեֆորմն անհրաժեշտություն է, իրենք կարողանային գնալ եւ առաջնագծում խոսել այդ կառույցների հետ, բայց իրականում էլի այդ կոնսերվատիվ մոտեցումները կրողները գնացին, խոսեցին եւ հետեւաբար դա տեղի չունեցավ։ Եվ հիմա խոսել վեթինգի մասին նույնն է, ինչ իսկապես այն հայտնի երկիչ երկհանի բառերով գնացքն արդեն մեկնել է եւ մենք ուշացել ենք նրանից։ Այս կետում նույնիսկ միջազգային համայնքն էլ չի հասկանա, եթե մենք այդ հիմա 26 թիվ ենք արդեն 8 տարի անց նստենք էլի խոսենք վեթինգի մասին։
Բայց նաև այն ինչ որ արվեց, դա էլ ռեսուրսների տեսակետից արդյունավետ չարվեց։ Մենք հիշում ենք, որ առաջին դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը ընդունվեց ընդամենը 2019 թվականի ամռանը եւ մինչ այդ քաղաքասարակությունը ահագին խոսում ահազանգում էր, որ անհրաժեշտ է առնվազն հրատապ կարգով քարտեզագրել անելիքները, սակայն այդ քարտեզագրումը արվեց 1 տարուց ավելի ժամանակ անց եւ այն էլ համակողմանի չարվեց արդեն երկրորդ արդարադատության նախարարը եկավ եւ քանի որ շատ էին ուշացել արդեն այսպես հապճեպ ինչ որ բան դրեցին կպցրեցին իրար եւ ստացան դատաիրավական բարեփոխումների ռազմավարություն 2018-23 թվականների համար, եթե չեմ սխալվում, կարող մի տարի սխալվեմ, այնուհետև եկան երրորդ նախարարը, չորրորդը արդեն որոշեց, որ այն ինչը որ չի կատարվել, այն առաջին դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ դա զուտ պետք է այսպես ավտոմատ տեղափոխել երկրորդում եւ մշակվեց 23-26 թվականներին կամ 22-26-ը եւ ավտոմատ այդ գործողությունների շատերը տեղափոխվեցին մյուս ռազմավարության մեջ, բայց անգամ այսպես խորքային եւ անկախ մշտադիտարկում չիրականացվեց, որպեսզի հասկանայինք, թե օրինակ առաջինում ինչ միջոցառումներ կային, որ չարվեցին, ինչու չարվեցին, այո, գնահատվեին դրանք, որոնք որ արվեցին, ինչ որակով արվեցին, դրանց խոչընդոտներն ու արգելքները, որոնք էին, այսինքն նորմալ, այսպես անկախ գնահատում չիրականացվեց։ Արդարադատության նախարարությունը, որը պատասխանատու է դատաիրավական ոլորտի քաղաքականության մշակման համար, ինքը իհարկե իր ուժերով ինչ որ մշտադիտարկում անում է, բայց դե քանի որ այստեղ միշտ մեթոդաբանական սխալ կա, կատարողը ինքը իրեն չպետք է մշտադիտարկի, այստեղ էլ մենք չենք կարող օբյեկտիվ պատկեր ստանալ։ Մյուս կողմից կային քաղաքասարակության կառույցներ, որոնք ունեին փորձագիտական ռեսուրսն ու չասեմ այսպես կատարելապես ունակ էին, բայց էլի որոշակի կարողություններ ունեին ու կարելի էր միջազգային կառույցների հետ աշխատել այդ կարողությունները հզորացնելու ուղղությամբ, բայց այդտեղ էլ եւ այդ կարողությունների բացը իրենն ասեց եւ ֆինանսական ռեսուրսների բացի իրենն ասեց, որովհետեւ այստեղ էլ միջազգային համայնքը որոշակի մոտեցում ուներ, եթե իրենք ասում են, եթե մենք պետության հետ աշխատում ենք դատաիրավական ոլորտի ուղղությամբ, օրինակ, հա, Եվրամիությունը աշխատում է Եվրախորհրդի հետ, այդ ոլորտում որոշակի միջոցառումներ են պլանավորում իրականացնում, հենա մենք աշխատում ենք պետության հետ։ Սա հենա հեղափոխական պետությունը իրենք ստանձնել են, որ պետք է այդ հանձնառությունները իրականացնել, հենց մի հատ առանձին էլ եւի կարիք կա խոսելու, որ դա նաեւ սեպայով ստանձնած հանձնառություն է, այդ առանձին եւի կանդրադառնանք, հիմա չեմ ուզում սեպայի ուղղությամբ գնամ։ Բայց նաև այս խնդիրը առաջացավ, որ ասացին, դե մենք պետության հետ կաշխատենք, մենք պետությանը բյուջետային աջակցություն ենք տրամադրում եւ այլն, եւ այստեղ էլ այդ ֆինանսական միջոցները չներգրավվեցին եւ քաղաքասարակության հետ համապատասխան աշխատանք չտարվեց։ Եվ հիմա եկել հանգել ենք արդեն մի հանգրվանի, երբ կառավարությունը արդեն պատրաստում է երրորդ դատաիրավական ռազմավարությունը մշակել եւ էլի նախկինը պատշաճ մշտադիտարկման ենթարկված չի։ Այս եթե ռազմավարություններից խոսենք, բայց այնտեղ արդեն դետալացված կարելի է եւ դատարանների վիճակից խոսել եւ ծանրաբեռնվածությունից եւ նշանակումներից եւ կարգապահականներից եւ փաստաբանների վիճակից փաստաբանության ինստիտուտի այդտեղ արդեն եւ մենք հասկանում ենք, չէ, որ ինքնին այդ թույլ կարևոր իշխանությունը նաեւ ոչ միայն ներքին ինստիտուցիոնալ խնդիր է պետության
կայունության համար, նաև արտաքին ներգործության միջոց է։ Եվ դատական իշխանությունը այդ իմաստով միշտ խոցելի է եղել։ Եվ այստեղ իհարկե մենք կոռուպցիայի մասին ենք խոսում, կոռուպցիայի համատվի մասին ենք խոսում, մենք առասարակ նաև կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականության դիրքերից հանդես եկող քաղաքական ուժ ենք եւ այդ իմաստով կարծում եմ, որ այս առաջընթաց չունենալը հեղափոխությունից հետո հատկապես ինքնին լրջագույն նահանջ է։ Մենք չպետք է բավարարվենք սրանով եւ չպետք է մեզ մխիթարենք, որ գոնե նահանջ չունենք, որովհետեւ ի վերջո դուք շատ կարևոր բան նշեցիք 18 թվականից սկսած մենք արդարադատության ոլորտում ակնկալիքների մասին, բայց հեղափոխությունն ինքնին արդարության սպասման եւ արդարության ակնկալիքի վրա էր եւ կոռուպցիան ուղղակի անթույլատրելի եւ զրո հանդուրժողականության հրամայականն էր մարդկանց փողոց դուրս բերել, որովհետեւ համատարած մենք մեր կյանքը եղել է դատական իշխանության այդ այլասերումը եւ մենք տեսել ենք թե դա ինչի է բերել պետությունը հանգեցրել։ Եվ իհարկե այն թվականը, որ դուք մատնանշում եք 19 թվական, ես ազգային ժողովում էի, հիշում եմ նաեւ երբ վարչապետը այդ ժամանակ արդարադատության նախարարի հետ դատական իշխանության ռեֆորմները նկարագրում էին իբրև միսը շատ չխորովելու եւ շատ հունչ թողնելու, այսպես ինչ որ հետ էին համատում եւ այսօր տեսնում ենք որ վարչապետը ինքը հայտարարում է որ մենք չէինք էլ պատկերացնում որ դատական իշխանությունը այս աստիճան վատ վիճակում է, որովհետեւ եթե դու ժամանակին չես գնում թերապևտի, գուցե նաեւ անհրաժեշտ վիրահատական միջոցների, ինքը գալիս կանգնում է այստեղ եւ հիմա այո ճիշտ եք վեթինգի մասին խոսելը նույնիսկ կարող է անհեթեթ թվալ, բայց ինձ խնդրում եմ ասեք, իսկ որն է դրա այլընտրանքը։ Ինչ շարունակել ես կարգապահական վարույթներով լուծել մի հարց, որը պիտի լուծվեր վեթինգով, որովհետև ես նախարարների հետ եմ խոսել, ասում են դե կարգապահականով անում ենք այն ինչ որ դուք ուզում էիք ժամանակին։ Մինչդեռ մենք վեթինգը պատկերացրել ենք անընդհատ գործընթաց։ Ոչ թե մի անգամ մարդուն վեթինգի ենթարկեցինք մտավ համակարգ, այլ համակարգ մտնելուց հետո էլ անընդհատ պիտի այդ բարևարկության ստուգման գործընթացը հնարավոր լինի իրականացնել այստեղ։ Եվ սա իհարկե մենք հիմա դատական իշխանության մասին ենք խոսում, բայց մենք պարտադիր ենք համարում ամբողջ իրավական ոլորտի մասով։ Եվ սա պիտի լինի նաև իրավական քաղաքականության բաղկացուցիչը։ Եվ ամենակարևորը սա անձերից չպիտի կախված լինի։ Մենք պիտի ստեղծենք ինստիտուտներ, որոնք պիտի սահմանափակեն դատական իշխանության, որևէ իշխանության ուժային կառույցների, ուրեմն այն բոլոր երևույթները, որոնք կարող են պետության համար խնդիր առաջացնել։ Հիմա փաստորեն մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ մինչ թերապևտը եւ վիրաբույժը վիճում են թե ինչ եղանակով այդ բուժումն անցկացնեն, կոպիտ ասած հիվանդը դեռ մնացել է սեղանին առանց բուժման, վեճերն էլ շարունակվում են, պրոցեսն էլ էքստենսիվ տարբերակով, հա, ինչպես Արմանն է ասում, դե մեն բաներով, հա, այդ մեկ որ կարգապահականով մենք անում ենք այն ինչ որ ուզում ենք։ Այս էքստենսիվ ռեժիմով մենք ուր ենք հասնելու եւ ինչ է պետք փոխել սրա մեջ։ Եվ այստեղ չափազանց կարևոր է մինչև Տիկին Հակոբյանին խոսքը տալը։ Մենք բոլորս ողջավորված ենք Հայաստանի շուրջ կարևոր զարգացումներ են, Միացյալ Նահանգների փոխնախագահն է այստեղ, մենք խոսում ենք միլիարդավոր դոլարների ներդրումների մասին, մենք խոսում ենք տնտեսության, դիմակայունության, տեխնոլոգիական, էներգետիկ հզորությունների մասին, բայց պետությունը պիտի պատրաստ լինի իր ինստիտուտներով իմպլեմենտացնել այդ ամբողջ խոստումները եւ այդ ամբողջ համաձայնությունները, եթե պետությունը ներսից ի վիճակի չլինի մարսել այդ բոլորը, իսկ ինստիտուտները դրանք հատկապես դատական իշխանությունը դրա կարևոր բաղկացուցիչն է, մենք ուղղակի հույս չունենանք, որ դրանք կարող են երկար կյանք ունենալ, որտեվ ցանկացած ներդրում կլինի մասնավոր, իսկ այստեղ մենք գործ ունենք մասնավորի հետ, պիտի մարդիկ նաեւ դատական վեճերը հանգուցալուծելու այսպես հույս եւ հեռանկար տեսնեն
այդտեղ։ Մեր ինստիտուտները, մեր դատական իշխանությունը ի վիճակի է այս կարգի եւ այս հզորության ուրեմն նաեւ ներդրումներ եւ ընկալել եւ դրանց անհրաժեշտ լուծումներ տալ եթե դրան անհրաժեշտություն ծագի։ Նաեւ մի երկու բան ուզում եմ ասել, թե ինչու չստացվեց վեթինգը, քննարկեցինք այդ քաղաքական կամքի բացակայության հարցը, բայց նաեւ այդ փուլում շատ քննարկվեց, թե վեթինգը ինչով է աննպատակահարմար եւ օրինակներ բերվում Ալբանիայի եւ ասում են, որ այնտեղ ձախողված փորձ է եղել եւ պետք չէ այդ փորձը, բայց ամեն ձախողված փորձ կարող է տրամադրել արժեքավոր դասեր եւ այդ դասերը վերցնելով մենք կարող ենք իսկապես խուսափել ձախողումից եւ դա սարքել հաջողության պատմություն, բայց այն լուրջ վերլուծությունը, կարողությունը եւ այլն, որը կարող էր դա անել, դա չարվեց։ Երկրորդ կարևոր հանգամանքը, որ խոչընդոտ հանդիսացավ, ընդհանրապես մեր արդեն նշեցի, որ արդարադատության նախարարությունը դատա իրավական ոլորտում քաղաքականություն մշակող ման։ Մենք ունեցանք մի քանի նախարարի փոփոխություն 2018 թվականից ի վեր, արդեն մենք ունենք 5-րդ նախարարը։ Դա process-ի շարունակականության եւ հետևողականության տեսակետից լուրջ խնդիրներ է հարուցում, որովհետեւ ամեն մի նախարար գալիս է իր պատկերացումներով, իր այսպես անգլերեն բառը background եւ այդ բեռնը, հա, իր ինչա բերում process-ին եւ կրթությունը, իր աշխատանքային փորձը եւ այլն, այդ ամբողջ բեռը ինքը բերում է process-ին եւ այդ դրանք տարբեր են, այսինքն այն ինչ որ առաջին նախարարը բերեց, տարբեր էր երկրորդ նախարարի բերածից, երրորդ, չորրորդ եւ արդեն ամեն մեկն էլ իր հետ թիմ է բերում, մտածողություն է բերում, ընկալում է բերում, ամբողջությամբ մենք 0-ից սկսում ենք։ Էլ չասած, որ նու այդ նախարարության մասով կասեմ, բայց դա տիպիկա նաև մյուս նախարարություններին, որ չկա ինստիտուցիոնալ հիշողություն, որոշակի այսպես մանդատներ տրվում են կամ համագործակցության հարցեր դրվում են այս կամ այն փոխնախարարի վրա, նա էլ քաղաքական նշանակում է եւ ըստ էության նախարարների փոփոխության հետ մեկտեղ նաև փոխվում են փոխնախարարները եւ այդ ինստիտուցիոնալ հիշողությունը իրականում չի ձևավորվում, դա էլ է երկրորդ եւ բավական լուրջ խնդիր։ Երրորդ խնդիրը ես նաև չեմ ուզում, որ մենք ասելով դատա իրավական ռեֆորմ հասկանանք միայն դատարանները եւ միայն դատական իշխանության մեղքը տեսնենք այստեղ։ Այստեղ կա նաեւ օրենսդիրի մասնակցությունը եւ մեղքը, այստեղ կա նաեւ գործադիրի մասնակցությունը եւ մեղքը։ Դուք երևի կհիշեք, որ 2013 թվականից ի վեր մենք մեր կազմակերպությունը առնվազն ջատագովել է մրցակցային ընթացակարգեր նշանակումների հարցերում եւ սա թույլ է տալիս ավելի կենտրոնանալ արժանինքների վրա հիմնված նշանակումների կամ ընտրությունների եւ պրոֆեսիոնալ հատկությունների հաշվառմամբ նշանակումների եւ ընտրությունների վրա եւ հատկապես մենք ջատագովում ենք, որ այդ մրցակցային կամ խորհրդակցական ընթացակարգով ընտրությունները եւ նշանակումները տեղի ունենային բարձրաստիճան դատավորների ընտրության եւ նշանակման գործընթացներում առաջադրման եւ այդ հեղափոխությունից հետո շատ կարճ ժամանակահատվածում այդ ընթացակարգը գործում էր առնվազն ես հիշում եմ որ նախկին նախագահը այդպիսի մի խորհրդակցական ընթացակարգ նախաձեռնեց Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության համատեքստում եւ դա շատ կարեւոր էր այնտեղ մարդիկ գալիս էին խոսում էին իրենց տեսլականից իրենց հարցեր էին տրվում, այո, հարցեր էին տրվում եւ այլն, իսկ հետո այդ ընթացակարգից ձեռ քաշեցին ընդհանրապես եւ արդեն սկսեցին առաջադրումները ըստ տարբեր չափանիշների եւ ոչ միշտ բավական օբյեկտիվ։
անգամ ես ձեզ ասեմ, որ մարդու իրավունքների պաշտպանի դեպքում միջազգային համապատասխան ինստիտուտները այն դեպքում օրինակ այդպիսի կազմակերպություն կամ կառույց կա, կոչվում է մարդու իրավունքների պաշտպանների համաշխարհային դաշնակցություն կամ դաշինք։ Եվ իրենք եւս անգամ մարդու իրավունքների պաշտպանի դեպքում իրենց առաջարկությունն է, որ պաշտպանը առաջադրվի մրցութային ընթացակարգով, այլ ոչ թե այսպես պատահական կամ, չգիտեմ, սիրված կամ լոյալ կամ չլոյալ կամ, չգիտեմ, թեկնածուներ։ Եվ այդ ընթացակարգը, եթե ներդրվի, որոշակի հարցեր հնարավոր կլինի պատասխանել որոշակի հարցերի եւ որոշակի այսպես խնդիրներից հնարավոր կլինի խուսափել։ Առնվազն դա կլինի այսպիսի կիսաբաց ինչ որ մի գործընթաց, որտեղ մշտադիտարկող կառույցները, քաղաքասարակությունը, չգիտեմ, ակադեմիական համայնքը կկարողանան իրենց հարցերն ուղղել եւ լայն հանրությունից այդ հարցերը նաեւ ստանալ եւ իրենց խողովակով ուղղել այդ հարցերը։ Բացի դրանից այդ կառույցները նաեւ կազմում են կարևոր մոնիտորինգային զեկույցներ եւ դրանք եւս արժեքավոր են օրինակ ապագայում դասեր քաղելու, վատ փորձառություններից խուսափելու եւ այլնի համար։ Եվ այդ ընթացակարգը վերականգնելը շատ կարևոր է։ Նաև դատավորների հարցում կարծում եմ էլի մենք մի քիչ զգուշ պետքա լինենք, որովհետև իրանք այն իշխանությունն են, որոնք ավելի քիչ հնարավորություն ունեն խոսելու եւ պաշտպանվելու։ Եվ իրապես դատաիրավական համակարգում կան բանի մած պրոֆեսիոնալ դատավորներ, որոնք այսպես քննադատությունից ու լուրջ հարցակումներից իրենք եւս տուժում են, որովհետեւ այս թացը չորի հետ խառնվում գնում է։ Բայց իհարկե կան դատավորներ, որոնք հեղափոխությունից հետո այդ պաշտոնը չպետքա զբաղեցնեին, հայտնի անուններ կան, գիտենք, ապրել ենք Հայաստանում ոչ միայն համակարգից դուրս չեն եկել, մարդիկ առաջխաղացում են ունեցել։ Եվ այդ մարդիկ պետքա որոշակի պատասխանատվություն կրեին կամ առնվազն այսպես հանրորեն բացատրեին իրենց այն ժամանակվա որոշումների եւ գործողությունների պատճառները իրենց ովքեր են հրահանգել, ինչ են ստիպել, ինչ սպառնալիքներով են ստիպել, եթե եղել են այդպիսիք, այդ գործընթացն է պետքա տեղի ունենար, այլ ոչ այսպես այդ մարդիկ ասեին դե լավ, ոչինչ, որ մենք այսքան մարդու կյանք ենք խորտակի, այսքան մարդ հոգեկան առողջության խնդիրներ է ձեռք բերել, մարդկանց երեխաները եւ այլն, ոչինչ, այ հիմա մենք եղել է հեղափոխությունը, հիմա մենք այսպես մաքուր սրտով, մաքուր ձեռքերով կաշխատենք, այդպես չի լինում։ А теперь я Наташа, ասելով։ Այսինքն այդ process-ն է, բայց նաեւ որոշակի միջոցառումներ կան, այսպես մի քանիսը կարող եմ նշել, որ հստակա, որ պետքա նաև իրականացվի։ Նախ համեմատական կարգով դատավորների աշխատավարձերը շատ ավելի ցածր են, քան աշխատավարձերը գործադիրում, աշխատավարձերը նույն քննչական կոմիտեում, նույն դատախազությունում եւ այլն, բայց հստակա, որ եթե դատավորը պետքա այսպես վերանայի, հա, այդ բոլոր ատյաններով անցած որոշումները, ապա իրեն ավելի պետքա բարձր պահանջներ եւ նույն վարձատրության չափերն էլ պետքա ավելի բարձր լինեն եւ չի կարող դատախազը ավելի այսպես պրոֆեսիոնալ եւ լավ վարձատրվող դատախազ գա եւ քիչ միջակ դատավորի, որին կարողացել ենք նշանակել, որովհետև այդ աշխատավարձով ինքն է համաձայնվել, ինքը վերադայի, այսինքն այդ ամեն ինչը սիմետրիկ պետք է լինի։ Բայց կարծում եք, որ աշխատավարձը կապ ունի դատական իշխանության որակի։ Ես այս կոմպլեքս խնդիրների մասն եմ խոսում, դա նաև խնդիրներից մեկն է։ Բնականաբար ես չեմ ասում, այդ ամեն ինչը նույնը թողենք, որ աշխատավարձը բարձրացնենք, հա, ոչինչ աշխատավարձերը եւ ակնկալենք, որ կփոխվի։ Այո, եւ ամեն ինչ լավ կլինի, հստակ է, որ այն քիչ առաջ խոսում
խոսում էին քաղաքական պատվեր կատարող դատավորների մասին, նրանց համար աշխատավարձը բարձրացնես, չբարձրացնես, բան չի փոխվելու, բայց հստակ է, որ կան դատավորներ, պարկեշտ, ազնիվ եւ արդար եւ իրենց վարձատրությունն էլ պետք է համապատասխան լինի, առնվազն գործադիրից, օրինակ դատավորները ընդհանրապես պարգևավճար չեն ստանում, գիտեք, եւ իրենց աշխատավարձերն էլ օրինակ 2 տարի առաջ իջեցվել են, տեղյակ եք, այսինքն այդպիսի բան տեղ չի կարող, այո, իջեցվել են դատավորների աշխատավարձը։ Վատ աշխատելու համար։ Ընդհանրապես համատարած իջեցվել։ Այսինքն ինչ ինդեքսացիա է տեղի ունեցել եւ իջեցրել են։ Չգիտեմ ինչ տրամաբանություն, ես երբ որ օրինակ նույն փաստաբանության հարկերն են բարձրացվել փոխարենը, դրա մասին էլ կխոսեմ։ Մի անգամ առիթ եղավ այդ որոշում կայացնողներից մեկին այդ հարցը տվեցի, ասեցի օրինակ ինչու է փաստաբանության հարկերը բարձրանում, չէ՞ որ դա անդրադառնալու է մեր շահառուների վրա, բնականաբար փաստաբանը, եթե իրեն այս X գումարն անհրաժեշտ ապրելու համար, այդ X գումարը պետք է շահառուից ստանա, վստահորդից վերցնի, այսինքն այդ գումարը անդրադառնալու է վստահորդի վրա։ Դե ասեցին, որ մենք դա անում ենք, որպեսզի դատավորների աշխատավարձերը բարձրացնենք, բայց պարզվեց, որ դատավորները ոչ միայն պարգևավճար չեն ստանում, այլև աշխատավարձի իջեցում են ունեցել 2 տարի առաջ։ Հետևաբար այս կոմպլեքս խնդիրները պետք է դիտարկել, քննարկել, հասկանալ դրանց պատճառները եւ այդ պատճառները բնականաբար եթե մեր դատավորները ստանան ցածր աշխատավարձ եւ ստանան անհամաչափ գործեր քանակական առումով բնականաբար պետք է ասի դե ես էլ իմ վարձատրության չափով պետք է աշխատեմ հիմա 2 տարի է տևելու 2 տարի կքննեմ 7 տարի է դե հիմա օրինակ նորից վարույթներ կան որոնք նիստ է եղել եւ մյուս տարի են նշանակված նիստը հաջորդ դա է մեր դատական իշխանության վիճակը ես ուզում եմ նաեւ ինստիտուցիոնալ առումով քննարկում ծավալել ձեզ հետ բարձրագույն դատական խորհուրդը 15 թվականից սահմանադրության մեջ որպես առանձին ինստիտուտ ամրագրվեց արդարացրել է ձեզ այդ խորհուրդը եւ արդյոք մենք պատկերացում ունենք թե հիմնարար ռեֆորմը ինչ տեսք պիտի ունենա եւ արդյոք պիտի պահպանվի բարձրագույն դատական խորհուրդը թե ոչ բարձրագույն դատական խորհուրդը որոշակի կարևոր գործառույթներ պետք է իրականացներ եւ այսպես որոշ չափով փորձում է իրականացնի դրանք, բայց այստեղ էլ մենք զերծ չենք խնդիրներից եւ հիմա ինչ որ ասելու եմ բարձրագույն դատական խորհրդին է վերաբերում, բայց ոչ միայն ընդհանրապես մեր պետությունում որոշակի ընտրովի արդարադատության երևույթներ կան եւ դա եւս տեղ ունի նաեւ բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցող պրակտիկաներում եւ ես խոսում եմ հիմա դատավորների կարգապահական պատասխանատվության գործընթացների մասին հստակ է որ այնտեղ էլ որոշակի այսպես ընտրովի արդարադատության երևույթներ տեղի են ունենում այդ նույն ներդրումային միջավայրում խոսեցիք արդարադատական համակարգի կարևոր դերակատարման մասին եւ մի քանի տարի առաջ եվրոպական դատարանը շատ կարևոր վճիռ կայացրեց մի ներդրողի վերաբերող գործով, որտեղ դատական համակարգը ըստ էության արդարադատություն չէր իրականացրել։ Այդ ընկերության հայցերը վարույթ չէին ընդունվել, այսպես փոխանցվել էին ատյանից ատյան եւ ի վերջո այդ խնդիրը լուծեց եվրոպական դատարանը եւ տվեց գնահատական։ Ինչ տեղի ունեցավ 3 դատավորներ կարգապահական պատասխանատվության ենթարկվեցին, որոնք քննել էին այդ գործը ազգային դատարանում։ Իսկ ըստ էության մեկը հրաժարական տվեց։ Հետո մի որոշ ժամանակ անց այդ մեկը էլի դիմեց եւ նշանակվեց դատավոր։ Այսինքն ինչպես կարող է նման իրողություն տեղի ունենա, եթե մենք խոսում ենք հավասար չափանիշների եւ այլնի մասին։ Այսինքն այստեղ
ես չեմ ուզում պնդեմ, որ հետ դա է տեղի ունեցել, բայց ողջամիտ կասկած է առաջանում, որ ինչ որ հուշում է այդ դատավորին։ Կարող ես դիմել, մենք քեզ Հիմա եթե համատարած այդ պրակտիկաները այդպես լինեին, օրինակ ես գիտեմ, որ որոշ եվրոպական պետություններում այդպես տենց ֆորմալացված ընթացակարգեր իրոք չկան։ Բարձրագույն դատական խորհուրդն էլ ընդհանրապես դատարանների ադմինիստրատիվ հարցերն է լուծում, այլ ոչ կարգապահականներով եւ առաջ խաղացումներով նման հարցերով չի զբաղվում, այլ գերագույն դատարաններն են այդ հարցերով զբաղվում։ Եվ այնտեղ օրինակ հստակ է, որ պրակտիկան Նիդերլանդների մասին եմ խոսում, հակվածություն չկա դատավորներին անցկացնելու կարգապահական պրոցեսներով, որովհետև գնահատականն այն է, որ դա վնասում է դատական իշխանության հեղինակությանը եւ վստահությանը։ Եվ ինչ է տեղի ունենում, դատավորը, որը այսպես ենթադրյալ կարգապահական խախտում է թույլ տվել, իրեն օրինակ հրավիրում են, ասում են, որ եթե սա այս խախտումը քննվի ֆորմալ ընթացակարգերով, հնարավոր է, որ կարգապահական պատասխանատվության դուք ենթարկվեք ընդհանուր մինչև պաշտոնից ազատումը։ Հետևաբար նպատակահարմար է այս պարագայում հրաժարականը եւ ինքնավորոշումը։ Այո։ Այսինքն, բայց այստեղ այդ իրավիճակի հետ մենք գործ չունենք, մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ հստակորեն ինչ որ մի իրողության հետ կապած, այդ որ ջատագովում էր, որ մենք կարգապահականներով այս հարցը կլուծենք, այդ 3 դատավոր օրինակ կարգապահական պատասխանատվության են ենթարկվել պաշտոնից ազատման ձևով, իսկ այս մեկը ինչ որ հետաքրքիր կարիերային առաջ խաղացում է ունեցել, այսպես միստիկ դադարից հետո։ Եվ այդ հարցերն էլ բավական խնդրահարույց են եւ էլի ընտրովի արդարադատության մասին կասկածների տեղիք են տալիս, բայց դատա իրավական ոլորտը միայն դատարաններ չեն, ինչպես ասացի, արդեն մենք ունենք նաեւ փաստաբանության խնդիրը։ Այդ խնդիրն էլ է երկար ժամանակ մեր գլխին կախված եւ տարբեր այսպես ռազմավարություններ ու մարտավարություններ որդեգրվեցին փաստաբանության վերաբերյալ ու հետ հեղափոխական փուլում շատ խոսվեց փաստաբանության ինստիտուտի լուրջ ռեֆորմի, անգամ դե գիտեք Հայաստանում գործում է մեկ փաստաբանական պալատ, որը լիազորված է տրամադրելու փաստաբանական արտոնագրեր։ Մենք խորհրդարանում դեռ 18-19 թվականներին խոսում էինք, որ այդ միությունները, պալատները պետք է ավելացնել, տրոհել այս գործողը եւ ավելի շատ, որ այդտեղ էլ մրցակցային ցավոք այդ մասին է խոսվեց, անցանք գնացինք, հիմա մնացինք մի պալատի հույսի, որը 21 թվին ամբողջությամբ պալատի նախագահով, աշխատակազմով եւ այլն ստեղծվել եւ ընդգրկվել էին Զարթոնք կուսակցությունում, ընդհանուր մինչեւ անվտանգության աշխատակիցներին տարել մցրել էին այդ կուսակցության ցուցակ։ Եվ հետո ասացին դե այս պահին այս մարդը նախագահը չի պալատի, բայց այդ մարդը փաստաբանության դպրոցի տնօրեն դարձավ, այսինքն ինչ տարբերություն էլի։ Եվ հիմա էլ քաղաքական process-ների ակտիվ քաղաքական process-ների ակտիվ մասնակից։ Քաղաքական ես կասեի։ Եվ դա էլ է վնասում ընդհանրապես դատաիրավական ռեֆորմի տրամաբանությանը եւ էլի ես նայում եմ, որ որևէ միտում չկա այդ ոլորտն էլ ձեռք տալու ու կարելի է նույնիսկ վերջին վարչապետի վերջին հայտարարություններից հետո չեք տեսնում ընդհանրապես տրամադրություն, միտում, իսկ սահմանադրական դուք նաև բարեփոխումների այդ խորհրդում մասնակից եք, ինչ որ պահից որոշեցիք այլևս չշարունակել, նոր սահմանադրության տեքստը կգա հաջորդ ամիս։ Պատկերացում ունեք դատական իշխանության ինչպիսի կառուցվածք է նախատեսվում։ Երթվյալների ինստիտուտը, երթվյալ ապենակալների ինստիտուտը, որ ուզում փորձում են ինչ որ ինչ կպետք։ Այդ հարցերը պետք է իսկապես քննարկել, բայց ֆիքսենք մի բան եւ դա նաեւ որոշակի այսպես էլի
process-ին շատ չօժանդակող հանգամանքը այն որ իշխանությունը ունի մեծամասնություն այդտեղ եւ մեծ հաշվով քաղաքասարակության դերակատարությունը այդտեղ այո որոշում կայացնելու հարցում քաղաքասարակության 3 կառույցներ ընդգրկված են, բայց եւ իրենց ուժերի ներածին չափով փորձում են մասնակցություն ունենալ։ Բայց այստեղ էլ մի հատ այլ խնդիր կա։ Սահմանադրական ռեֆորմը ինքը սենց ձեռի հետ ոտի վրա անելու բան չի հատկապես քաղաքասարակության համար։ Այդտեղ էլ պետքա իսկապես լուրջ ժամանակ հատկացվի, ռեսուրս լինի, որպեսզի քաղաքասարակությունը կարողանա քննարկումներ հրավիրի, գեներացնի, կոլեգաների հետ քննարկի եւ թեկուս սահմանադրական բարեփոխումների խորհրդում այդ ամենը քննարկվի։ Իսկ քաղաքասարակության կառույցները լրիվ հասարակական հիմունքներով այնտեղ ներգրաված են, իրենք այդ ռեսուրսը չունեն, որ իրենք օրակարգը մշակեն տանեն ներկայացնեն, որտեվ այդ բարագայում պետք է իրենց հիմնական անելիքը թողնեն, զբաղվեն միայն դրանով։ Միջազգայիններն էլ հետաքրքրված չեն այդտեղ համագործակցել։ Խորհուրդը այդ տրամաբանությամբ է ստեղծված, որ հասարակական հիմունքներով պետք է։ Իհարկե, այստեղ կարելի է ասել, ինչա չգիտեք, որ այդպես է, որ գնացել մտել եք, բայց դե այդ դեպքում էլ ակնկալվում է, որ այդ խորքային քննարկումները պետք է գեներացնի իշխանությունը, որովհետև այդ պարագայում, երբ որ քաղաքասարակությունը հասարակական հիմունքներով է, իշխանությունը պետք է ավելի շահագրգիռ լինի, ավելի լուրջ, տևական քննարկումներ խթանելու այդտեղ, այլ ոչ ունենա որոշակի օրակարգ եւ փորձի այդ օրակարգը անպայմանորեն առաջ մղել։ Այստեղ էլ այդ խնդիրը կա, բայց միգուցե այդ սահմանադրական օրակարգը ավելի այսպես լայն քննարկումների է հանվելու, այդպես է համենայն դեպս հայտարարվում եւ կտեսնենք միգուցե այդ փուլում հնարավոր կլինի ավելի մասնակցային ու ներառական սարքել գործընթացը։ Իսկ բուն տեքստում դատական իշխանության հիմնարար այսպես ռեֆորմի կամ ինստիտուցիոնալ փոփոխությունների մասին պատկերացում ունեք։ Ես դեռ չեմ ծանոթացել բուն տեքստին, երբ որ ծանոթանամ, ես առաջարկում եմ այդ սահմանադրական բարեփոխումների օրակարգի մասին մի առանձին քննարկում անել։ Այո, կարծում եմ մենք շատ առիթներ կունենանք խոսելու, բնականաբար առաջիկա գործընթացներում եւս հատկապես այդ տեքստի վերաբերյալ, որտեվ օրինակ ազգային ժողովում հիշում եմ մենք բարձրագույն դատական խորհրդի անդամներ էինք ընտրում Գագիկ Ջահանգիրանին եւ Դավիթ Խաչատուրյանին, ովքեր պնդում էին, որ սահմանադրությունը ոչ մի կերպ չի խոչընդոտում վեթինգի իրականացմանը, մինչդեռ արդարադատության նախարարը հակառակն էր։ Այսինքն եւ երկու գիտնական իրավաբաններ ապացուցում էին, որ եթե կա քաղաքական կամք, մենք կարող ենք գործող սահմանադրությամբ իրականացնել այդ ինստիտուտը ներդնել եւ դա չարվեց որովհետեւ ինչպես դուք եք նշում կային անձինք որոնք ավելի այսպես պահպանողական գծի ջատագովներ էին եւ չէին ուզում հիմնարար միջազգային համայնքը մեծ դեր ուներ այստեղ նույն այդ մեր նախկին տարբեր պաշտոնատար անձինք իրավաբաններ բարձր պաշտոններ զբաղեցնող որոշակի այսպես շփումներ կապեր էին ձևավորել տարբեր միջազգային կառույցների այո պետք է խոսել այն մասին որ Վենետիկի հանձնաժողովում հեղափոխությունը տեղի ունեցավ Հայաստանի իրավիճակով պայմանավորված եւ այդ երկարատև եւ համարյա ցմա պաշտոնավարող այդ հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուկիկյան հրաժարական տվեց, երբ որ Հայաստանը ուղղակի այդ հարցերը դրեց հայաստանյան իրավիճակի զարգացումներից հետո իսկապես ես դա ասում եմ մեր տարբեր միջազգային գործընկերների եւ իրենք ասելիք չունեն Սերժ Սարգսյանի սիրելիներ, չէ, Բուկիկյան Սերժ Սարգսյանի, Գագիկ Հարությունյանի, Հրեր Թովմասյանի, եթե հիշում եք, այնտեղ մի շրջանակ կար այդ
դեռ հանձնաժողովի կարծիքները չհրապարակված Ասում էին Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ունենք մենք։ Մաչելիություն ունեին այդ տեքստերին, Ու ինչ անեն step forward, չէ՞։ Քայլ առաջ։ Վենետիկն էլ միշտ այո։ Կամ եթե հիշում եք այդ ընտրական գործընթացներում Վենետիկի հանձնաժողովը ինչքան մեծ դիմադրություն էր ցուցաբերում մեր ստորագրած ցուցակների հրապարակմանը ու տարիներով հասարակությունը քաղաքական ուժերը պայքարեցին, որ հասկացնեն, որ հայաստանյան համատեքստում այդ ցուցակների հրապարակումը անհրաժեշտ է։ Եվ դուք ապացուցեցիք, որ դա հենց այդպես էր, այսինքն մենք հիմնարար փոփոխություն ունեցանք եւ երկրում հեղափոխական գործընթացներին նաեւ նպաստեցին հենց այդ ցուցակների իհայտ գալը, երբ որ իրենք ուղակի իշխանությունները այլևս կեղծելու սողանցքները հնարավորինս բայց հիշում եք, չէ՞, նույն իշխանությունը անդադ հղում էր կատարում Դավիթ Հարությունյանը անձամբ այն ժամանակվա արդարադատության նախարար հենց Վենետիկի հանձնաժողովի կարծիքներին։ Ու Վենետիկի հանձնաժողովն ոչ մի այսպես առարկություն չէր դրսևորում, ինչև եթե չեմ սխալվում 2016 թվականը ինչ որ հատուկ ինչ որ վերապահում ընդունեց, ասելով, որ դիտորդների վստահված անձանց փակ շրջանակի համար միգուցե ճիշտ է այդ ցուցակների հրապարակումը, բայց արդեն ամբողջությամբ հրապարակեցին իշխանությունը։ Այո։ Թե ինչ, ես թեման անսպառ է, գոնե հայաստանյան իրականության մեջ, մենք դեռ կսպասենք սահմանադրության տեքստի հրապարակմանը, նաև կսպասենք ի վերջո ինչ հայեցակարգ է ձևավորում, թե ինչ անել դատական իշխանության իրավական ոլորտի հետ եւ ընդհանրապես պատկերացումը որն է այս բազմամիլիարդ ներդրումները ինչպես մենք պետք է աբսորբցիա անենք հոգուտ մեզ բոլորիս եւ նաեւ այս տրանսպարենսի այս համաթվի վերաբերյալ կարծում եմ դեռ շատ կարճ ժամանակ է անցել իշխանությունը դեռ իր բացատրությունը կտա նաեւ համապատասխան գերատեսչությունների եւ ինստիտուտների ղեկավարները եւս մենք էլ կհետևենք դեպքերի ընթացքին եւ դեռ կշարունակենք այս խոսակցությունը։ Առասարակ սա չափազանց կարևոր խոսակցություն է այն իմաստով, որ մենք մշտապես խոսում ենք ժողովրդավարության մասին, մեր պետության ինքնիշխանության մասին, առանց դատական իշխանության պաշտպանության մենք չենք կարող ունենալ եւ պատշաճ զարգացում այդտեղ եւ պատշաճ մակարդակի ժողովրդավարական գործընթացներ հենց դատական իշխանությամբ պաշտպանությունն է անհրաժեշտ, որպեսզի մենք կարողանանք մշտական այդ process-ի մեջ լինել եւ դրանով է նաեւ պայմանավորված մեր պետության ինքնիշխանության աստիճանը, որքան մենք ավելի խորը ժողովրդավարական գործընթացներ հայտարարենք եւ իրապես ձեռնամուխ լինենք խորացնելու այդ գործընթացները, այնքան մեր պետությունը ավելի ինքնիշխան, ավելի ինքնուրույն կլինի, իսկ սրա համար չափազանց կարեւոր է դատական իշխանության աջակցությունն ու զորակցությունը։ Մենք պետք է միշտ մեր թիկունքին զգանք այդ դատական իշխանության շունչը։ Այո, պետք է կարողանանք անկախ ու անկողմնակալ դատական իշխանություն ձևավորել։ Հակառակ դեպքում ժողովրդի ասած քամու բերածը քամին էլ կտանի եւ տակը բան չի մնա։ Իսկ մենք դա չէ որ ուզում ենք։ Այո, հաստատապես։ Շնորհակալ եմ Արման, Շնորհակալություն։ Շնորհակալ եմ ուշադրության համար, մինչ հանդիպում, խաղաղություն եւ ամենայն բարիք։